Ողջույն սիրելի հետևորդներ, ոնց եք, լավ եք, գնացել էինք խանութներ, իջա տան մոտ, մի քանի գնումներ ես ունեի առանձին անելու, եկա գնումներս անեմ, հիմա գնամ տուն, ձեզ թույս տամ, թե այսօր ինչ գնումներ ենք արել, սիրելի հետևորդներ, որովհետև երկար ժամանակ էր մեծ գնումներ չէինք անում, մի քանի բան էի մոռացել, եկա դա գնեմ և արդեն այդ ինչ որ գնել եմ դրանք է ձեզ ցույց տամ։ Ախ, այս ֆրանսիացիները, ամեն անգամ մի նոր բան կտեսնեմ։ Հիմա էլ օպերայի հրապարակի կենտրոնում նստել են, այսպես ցուրտը չի խանգարում իրենց, հանգիստ զրուցում են։ Գրված է, որ եթե ուզում եք զրուցել, մոտեցեք մեզ, զրուցենք միասին։ Ահա եւ մեր լուսավորված հրապարակը, օպերայի հրապարակն է սա, կենտրոնական հրապարակը չի։ Դե անցնում էի, տեսա, որ տարօրինակ բան են անում, որոշեցի նկարել եւ ձեզ էլ ցույց տալ։ Իսկ ձեր քաղաքներում նման բան դուք տեսել եք։ Սա էլ մեր այսօրվա գնումները, տեսեք ինչքան շատ առևտուր են կարել։ Հալեելի բաներ կային, չէ՞, պակաս ասեցի գնացել էի գնելու։ Հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք։ Արդեն երկու տեսանյութում ձեզ ասեցի, որ պիտի գնայինք խանութ, եւ խանութից եկել ենք շատ արագությամբ, մեծ արագությամբ կարելի ասել, պատրաստեցի ճաշ, փլավ, այդպես արագ, որպեսզի ճաշենք ու հետո արդեն ձեզ ներկայացնեմ իմ գնումները։ Տեսեք ինչ եմ պատրաստել այսօր եւ ինչ մոտիվացիա եմ տալիս ձեզ, թե ինչ պատրաստել այսօր հարցը բոլորին է տանջում, չէ՞։ Դե տեսեք, թե ինչ արագ պատրաստեցի մակարոնով փլավը, որի դեպ այսօր էի գնել մակարոնը, ծիծակի թթուն, ձիթապտուղը, լոլիկա այսօրվա գնումներից են, իսկ դե օղին, թթի օղի է, մեր հայկական օղին է, որ բերել էի հետս Հայաստանից։ Հիմա հանեմ եւ արդեն գնումները ձեզ ցույց տամ։ Չէի մտածել, որ այսքան շատ բան կգնենք, բայց բանից պարզվում է շատ բան գնեցինք, միս էլ գնեցինք, հիմա միս առանձին ցույց կտամ ձեզ, բայց սկզբում ցույց տամ երևի թե այս փոքր գնումները, եթե փոքր կարելի է համարել, որովհետև օր-օրի գները այստեղ թանկանում են, շատ են թանկանում գները, եւ առաջվա գների հետ որ համեմատում եմ, նույնիսկ մեկ ամսվա 20 օր, այսինքն երբ գնացել ենք այս խանութը, գնացել ենք որպես մատչելի խանութ, արաբական խանութ են գնացել, որտեղ մենք լինում ենք, կարելի ասել հաճախ, մի քանի ամիսը մեկ անպայման որ լինում ենք։ Այսպես պատտվում ենք խանութներով էլ ամեն անգամ, որից հետո էլ մտանք Carrefour Market, մի քանի բան կար գնելու, որ չկար այնտեղ, եւ ամենակարևոր բանը աղը մոռացանք։ Հիմա ես ձեզ ցույց եմ տալու իմ գնումները, տեղավորեմ, մսերն էլ ցույց տամ, մսերն էլ տեղավորեմ, որ հաջորդ պայուսակը դասավորեմ, այստեղ առանձնապես բան չկա, իսկ այստեղ ամբողջությամբ այս մեծ արկղով ուրեմն գնել ենք արքայան մարինչ կառայլոկներ, երևի կլինի 4 կամ ավել կիլոգրամ, այդպես արկղով էր, արկղից դատարկեցի այստեղ որ հեշտ բերեն եւ մեկն էլ փչացած էր, Կարենը չէր տեսել, ինքն էր ջոկել բերել։ Ուրեմն այսքանը ասեցի արքայան մարինչն է, կարտոֆիլը տարա արդեն պատշգամբ, այնտեղ սև տոպրակի մեջ պահում են, որ արևի լույս չունի, գույնը կանաչի, որն էլ վնաս է առողջությանը, դուք գիտեք։ Այստեղից միշտ գնում ենք 4 կապ կանաչին 1 եվրոյով, բայց ոնց որ այս անգամ լավ էր մաքրած, երբեմն այնպես է լինում, որ մաքրում ենք եւ թանկ է նստում էլ, այսպես ասած, օրինակ անցած անգամ Carrefour-ից ես 2 կապին տվեցի 1 եվրո 50, բայց լավ կապեր էին համեմները։ Կարճ ասած, որովա առևտուրն եմ ցույց տալիս, լոլիկի 2 տեսակ եմ այս անգամ առել։ Աշխատել եմ քիչ վերցնել, որպեսզի կարողանամ տեղավորել, թե չտեղ չի լինում, թե սառնանի մեջ, թե պահարաններում հնարավոր չի լինում տեղավորել։ Սոխ սիսր երևի, հա սիսրն է, մոտիկից էլ ցույց կտամ ձեզ հիմա,
Եվ այսօր զարմանալի էր, երևի սեզոն էր, ուղղակի կա ծրճվում է, լավ չբերեցի։ Նեխուրի կապը 1.30 էր, որ շատ զարմանալի էր, 2 կապ վերցրեցի։ Թթու էի դնելու, սա էլ դե արդեն ցույց չտամ, թթու էի դնելու, հա, սա էլ մանго է։ Բայց այդտեղ նույն գինն էր, ինչ որ կարկուրում, թե կաղամբը, թե ծաղկակաղամբը, ուստի էլ վեճ չարեցին, էլի մտածեցինք, որ ավելի մոտիկ տարածքից գնանք գնենք եւ վերջ։ Ինձ թվում է այսքանը լավ էր, դե արդեն դուք տեսանյութում տեսակ որ ես գնել եմ նաեւ ծիծակի թթու, որը ահա որ կծու է ստերինը, ձիթապտուղ, դե հացը մեկ ուրիշ տեսակ բագետ էր, բայց ես հացը կարկուրից ուրեմն գնել եմ 2 եվրոյով, տեսեք ինչքան փոքր հաց է, փոքր բացի փոքրից, հիմա կարդամ երևի 200 գրամ հազիվ լինի, մի վայրկյան ակնոցներս վերցնեմ, նոր կարդամ, ժողովրդյան ակնոցներով ենք կարդում, չէ, 100% ցորենի ալուր է, սա այն ամբողջահատուկ ցորենի ալուրով պատրաստված հացն է, որ ես միշտ սրանից եմ վերցնում, չէ, 300 գրամ է, 300 գրամին տվել եմ 2 եվրո, դե տեսեք հացը ինչքան թանկ է, հատկապես ես կոնկրետ, բայց արաբական խանութներում կամ ուրիշ խանութներում պատահում է, որ 500 գրամն է լինում էլի, սա թանկ է, 300 գրամն է սրա։ Ուրեմն մի քիչ մոտիկից ավելի ցույց տամ, սիսերներ, ասեցի ինչ եմ գնել, բազուկ եմ գնել եմ արդեն կռահեցիք, սերկերի, բերում եմ դնում եմ, ինքը հասնում է լավ հավեսով և այդպես նախ ճաշերի մեջ եմ օգտագործում, եթե համապատասխան ճաշը չեմ պատրաստում, ասենք տոլմա, պասուս տոլմա, բայց պետք կգա, էլի շուտով տոներն են մոտենում, ես եթե չեմ պատրաստում, ինքը հասնում է, այդպես ուտում ենք, շատ համեր է լինում, ավոկադոն է, նորից դնում եմ այստեղ, շատ վերցնում ենք, դնում եմ, ու այդքան շատ չի, քանի հատ է, 2, 4, 6, 7, դնում եմ, ինքը էլի հասնում է, որից հետո դնում, դե սոխը արդեն ասեցի, էլի փոքրերն եմ նախընտրում, որ հարմար լինի, շատ չլինի։ Այս լոլիկներն էր, որ 1 եվրո էր, ես մարոկի լոլիկները, հիմա դարձրել են 2 եվրո։ Փոքրիկ այս լոլիկներն էին այսօր մատչելի գին, լավն էր, վատը չէր, մանգոյի 1 հատը, այն անգամ քարտուրում 2 եվրո է, ձեզ ցույցրեցի, 1 հատը 1 եվրո է, էլի մի քիչ ինդ է, մյուսը մի քիչ փափուկ, էլի կդնեմ։ Բարունգների գինը, եկեք չասեմ, շատ թանկ է բարունգը այստեղ, համեմատաբար ես կիլոգրամովը ջոկեցի, բայց էլի նույնն է հատի հետ գալու, դեռ չեմ էլ նա ինչքան է, 5 եվրո, 3 եվրո կիլոգրամը, 1 հատը 1 եվրո էր այստեղ որպես էժան խանութ։ Ողքի տարբեր տեսակներ վերցրեցի, բայց շատ չեմ վերցնում, այդքան մենք չենք սիրում, մեկ էս մուրճի ձևով է, իսպանական է, սա էլ ես մեր սովորականը։ Իմիջիայլոց ես Արմավիրում կանաչ ողկել հանդիպեցի, շատ համեղ էր, ավելի քան այս գույնի ողկերը։ Այստեղ մի քանի տեղ հարցրել եմ, ասում են չկա։ Խնձորի ուրիշ տեսակ ունենք այս ընթացքում կարմիր, դեռ կա, նման տեսակը վերցրեցի, որ բերանի համը փոխվի, էլի։ Գազարը դե մշտապես կա, ամեն երեկո, եթե ես գազար չուտեմ, ապա օր մեջ հաստատ գազար եմ ուտում, այդ չեմ ասում, որ գազարը հաճախ եմ օգտագործում, շատ առողջական է։ Չամիչ, նուշ եւ արդեն խուրմա։ Սա էլ էս ձև ժողովուրդ ջան։ Հիմա սրանք ուրեմն էլ ինչ կար, չէ, այսքանը։ Կարտոֆիլն է տարել եմ արդեն դրել ասեցի, այս տեղավորեմ արագ, որովհետև տարբեր տեղեր եմ դնելու և պատկերացրեք որտեղ չկա, մսերը հանեմ սառնարանից, որ արդեն տոպրակների մեջ դասավորեմ և արդեն տեղավորեմ, որ սրանց տեղ լինի։ Մսերից գնել ենք էլի հետ արաբական խանութից, ուրեմն շատ լավ հորթի միս էր, մեծ լավ կտոր էր 4 կիլո, վերցրել եմ այդտեղից աղացած միս, 2 տեսակի, մեկը առանց յուղի, որովհետև իշրի քյուֆթա եմ պատրաստելու, 2 անգամ աղացած, ինքը աղաց 2 անգամ, իսկ մյուսը արդեն յուղոտ աղացած միս սովորական, նա մի քիչ ավելի էժան է։ Եվ վերցրել եմ 1 հավ, հենց հավ եմ վերցրել առանձին, հիմա ասեմ, և վերցրել եմ սաղանեմ, որ տեղավորեմ, այսպես 1 տուփ, ձեռնտվել, հավի կրծքամիս եմ վերցրել, դե գիտեք,
սպիտակուցե պրոտեիններ ես հաճախ եմ օգտագործում, ահա, այս 5 կիլոն կարծեմ 5 կիլո էր, 26 ու քանիս էր, ես 7 այդպես կրծքամիս վերցրեցի, 24 ու քանիս էր, այսինքն նույնիսկ 2 կիլո էր ինչ էր, դուրս եկա, որ այս 5 կիլոն շատ ավելի էժան է, քան դա, դրա համար որոշեցի սա, պիտի կիվյան կոտլետ պատրաստեմ, դրա համար ուրեմն այս հավի կրծքամիսը այսպես շատ վերցրեցի, ինչպես նաև վերցրեցինք, գնեցինք կարպուրից արդեն խոզի այս սալը, մսոտ մասն է, սա ինձ պետք է, կպատրաստեմ, կասեմ ինչու է պետք, խոհանոցային տեսանյութում ու դուք էլ կպատրաստեք, հեշտ տարբերակ է։ Սա են գնել է տեղից, ուրեմն մակարոնը գնեցինք, որ արդեն տեսակ, էլ ինչ գնեցինք, այդ հացերը, էլ բան չգնեցինք, կարծես թե կարպուրից, այստեղ այդ մեծ հավն է, շատ մեծ հավ են վերցրել ու լավն է, այստեղ ֆերմերի հավեր են վաճառում Արաբի խանութում ու շատ լավ է լինում։ Սա էլ ուրեմն հավն է, հավել ենք վերցրել, հավի կրծքամիս ենք վերցրել, ժողովուրդ ջան։ Այսքան առևտրին, գիտեմ, որ չեմ սիրում թվարկել, թե ինչքան գումար է ծախսում, բայց անկեղծ ասած, հենց մսին 112 եվրո ենք տվել, առանձին սրանց, այս ուտելիքին հենց նույն Արաբի խանութում, վճարել ենք 56 եվրո։ Այսինքն 112 պլյուս 56 պլյուս 11, հələ կոպեկներն էլ չեմ ասում։ Բայց էլի պակաս բան մնաց, որ պիտի առնենք, որոշեցինք դա էլ հետո, այս երկուշաբթի օրը էլի կառնենք։ Որ ասում եմ առնում ենք ու պակասում է, էլ չեմ ասում, որ 2 օր առաջ ես առանցին ալյուր եմ առել, այդ ձևի բաներ, շաքարավազ, ձու, ես էլ էի առել Կարենը, բիոձուն, թխվածքների ձուն, կարագներ ենք առել, ու մի խոսքով խնձոր էինք առել, մանդարին կար Կարֆուրում մատչելի արքով է բերել Կարենը, բանան է բերել, կարճ ասած մեկը բերում ես վերջանում է, մինչև այն մյուսը պիտի բերես, այն մյուսն է վերջանում։ Դուք գրեք տեսնեմ ձեր մոտել են գները թանկացել թե ոչ։ Եվ հունվարից Ֆրանսիայում պիտի թանկանա նորից գազը, լույսը, ջուրը, հարկերը ավելացնելու են իրենց տոկոսներով, իսկ արդեն պակասացրել են եւ պակասացնելու են, եթե լիվրետայի վրա փողեր ունեն կամ լեպում, դրանց տոկոսները շատ են իջեցրել։ Ահա, այս էլ էս մասին։ Դե այս բանի համար այսքանը ասեցի, որ սրանք մինչև հասցնեմ տեղավորել, որ մսերը կարգավորեմ, տեսնեմ ինչ եմ անում, կհանդիպենք սիրելիներս։ Բարի երեկո սիրելի հետևորդներ, որոշեցի միանամ ձեզ, գոնե մի քիչ զրուցելով գործս անեմ, առավոտվանից որոշել էի իշլի քյուրթա պատրաստեի և կիևյան կոտլետ, բայց հյուր ունեցա և առավոտյան չստացվեց գործս, օրվա կեսից դե մինչև այդքան աղա, դի իրես կոմեկում, հետո ես սովորություն ունեմ, որ միատանում եմ հատկապես այս իշլի քյուրթեն, դնում եմ սառում է, հետո եփում եմ, եթե չի փխլվում, ուրեմն լավ է շարունակում եմ, էլի, էսա եփածներս արագ արել եմ, լավ էր, մեկը մի փոքր թուլոտ էր, այս մեկը կասկածում էի, հետո ձավար ավելացրեցի, արեցի, չէ տեղին եղավ, հիմա արդեն վստակ հայլերով արել եմ, դրել եմ սարցախցիկ ու սառնարան, մինչև Կարենը դուրս ա եկե գնաց է զիպտոպրակներից կբերի դրանք մեջը կլցնեմ, սա արդեն էստեղ անեմ, չնայած ես ձեզ ասեմ նստած ես չեմ կարողանում անել, մանավանդ որ ձեռքերս է թռչում եմ, ոնց որ ուզում եմ կանգնածել եմ, բայց հիմա ոտքիս վրա շատ եղա նստած անեմ եւ արդեն մի քիչ էլ զրուցեմ, հետո էլ չափերը մի քիչ մեծացնեմ, չնայած ես իմ ձեռքի ափի չափով եմ անում, ունեմ տեսանյութ, կարող եք նայել։ Մութ է, բայց լավը նա է, որ արդեն ձմեռային արևադարձը եղավ դեկտեմբերի 21-ին եւ արդեն դեկտեմբերի 21-ից հետո մի երկու օր կանցնի ու օրերը կսկսեն երկարել, չնայած սկզբում քիչ 2-3 րոպեով, բայց հետո կսկսեն արդեն շատ երկար ցերեկներ լինել։ Բուտ մատով այսպես անում ենք, ինչքան հնարավոր է բարակացնում ենք եւ արդեն միջուն ենք դնում։ Այս անգամ առանց ընկույզի եմ միջուն անում, ես տեսանյութ ունեմ,
շատ հեշտ բաղադրատոմս էին բաղադրատոմսը, տեսանյութում ընկույզով եմ անում, բայց այս անգամ ընկույզ ճիշտն ասած չունեի այս պահին, որ որոշելի անել, իսկ եթե չանեի, հաստատ հետո արդեն չէի անի, չէի որոշի անել, էլի։ Դրա համար ասեցի ավելի լավ է ոգևորված անեմ, չնայած գիտեի թե մի քիչ չունեմ, բայց նայեցի տեսա որ չունեմ, նուշ էր։ Ինձ թվացել էր թե ընկույզ կլինի, բայց դե ոչինչ։ Մարդկա սունկել է ավելացնում, ես սնկով այդպես չեմ սիրում։ Հետո ես ստանդարտ, նույնիսկ իմ բաղադրատոմսի մեջ, իմ ձևով եմ ես կոտլետներին ձև տալիս, այդ շատ ուռուցիկ ձևերից ես չեմ տալիս։ Փորձեմ էլ տամ, դժվար կլինի երևի։ Ինչին սովորեմ, այդպես եմ անում ժողովուրդ ջան։ Այսպես անում եմ, դնում եմ սննդային թաղանթով այսպիսի բանի վրա, հետո որ արդեն վերցնելիս եմ լինում, իրան այսպես գլորում եմ, արդեն լրիվ հարթվում է։ Ահա, կամ էլ մատերից տեղը, որ մնա էլ ինչ կլինի, ոչ մի բան չի լինում, էփել ընթացքում անցնում է։ Ահա, շատ սիրուն եղավ։ Էս էլ էս, ինչ կա, ոնց եք, լավ արձագանք տվեցիք այդ Եվրատեսիլին, չէ՞։ Ամեն մեկը ձեր կարծիքը ասեցիք, որի համար է շնորհակալ եմ շատ, որ ակտիվ մասնակցեցիք մեր զրույցին, ամեն մեկ իր կարծիքն ասեց, բոլորիդ էլ սիրում եմ, որ այդպես ակտիվ մասնակցում եք, շատ ապրեք, սիրելիներս, դե ես էլ այսպես, գրեք մեկնաբանություններում հələ տեսնեմ դուք ինչ եք արել, ես կարող էի այսօր չանել այս օրերին, բայց քանի որ մենք նշելու ենք Նոելը անվանում են այստեղ Սուրբ Ծննդյան տոնը, որ դեկտեմբերի գիշերն է արդեն լինում, դա արդեն պատարակ, ամեն ինչ մատուցում է, չգիտեմ կգնամ թե չեմ գնամ, բայց գնում էի սկզբի տարիները, հիմա Կարենը հալարում, ես էլ մենակ դե չեմ գնա, էլի։ Այսպես, տեսնում եք ինչքան լավ է լինում, արագ, շատ արագ, իմիջիալոց բաղադրատոմս է, կարող եք նայել, հղումը կտեղադրեմ և պատրաստեք, նույնիսկ այն ամփորձները, որ նոր են սկսելու, նրանց համար շատ ուսանելի է և շատ հեշտ է։ Հետո էլ ով է ասել, որ այդ ձև պիտի ուռուցիկ անենք, թե չի ստացվում չանենք։ Կարևորը համն է։ Հետո էլ ես քիմիոնի համն էլ այդքան շատ չեմ սիրում, այսօր քիմիոնն էլ եմ քիչ արել, որ գրեթե չի զգացվում։ Բա, սիրելի հետևորդներ, այս էլ իմ իչլիկյութան, բայց ճիշտ ասած ուզում եմ նկարել ամբողջը այդպես տեսանյութ հանել կիևյան կոտլետի նոր բաղադրատոմսս, հեշտ էլի ավելի շատ հեշտ քան են անցածները, չնայած ես ասեմ, կիևյան կոտլետը այդ մենք ենք աղացած հավի մսով, նո հավի կրծքամսով պատրաստում, իսկականը կրծքամիսը ծեծած ծեծում են և այդպես են փաթաթում, բայց մենք այդպես չենք անում, ավելի շատ աղում ենք, չէ, ուրեմն այդպես պիտի անեմ, բայց շատ հեշտ տարբերակով, առանց մեջը կարակ դնելու, առավոտյան ոնց որ թե ուզենամ հազամ, բայց չեմ հազում, սենց կոկորդս քերում է, չհիվանդանամ, չնայած մրսելու բան չի եղել, բայց თუ ինչի եմ սենց այսպես չոր կոկորդային ոնց որ թե հազամ, թե արևածաղիկ կերա, երեկոյան շատ կերա, որ լարված ու սպասողական եմ, չէ ես լինում, այդ ժամանակ արևածաղիկ եմ ուտում, իսկ դուք ինչ եք անում, ինչ եք անում, որ այդ ժամանակ ձեր ներվերը տեղը գա։ Երեկ ընկերուս հետ հանդիպման էի, գնացել էինք սրճարան, գնացինք բավականին երկար զրուցեցինք, սուրճ խմեցինք, հետո դուրս եկա, ես պտտվեցի, գնացի դրանից հետո իմ դեղատունը, շատ դեղատոմսեր ունեի, թե տարին որ ավարտվում է, մտածում եմ, որ կարող է էլի մեջը բան լինի, ինչ-որ դեղ, որ չեմ վերցրել, այդպես գնացի, բայց սպասում էր ճիշտ էի, մի քանի բաներ կար, վերցրեցի, եկա տուն, տանն եմ, որ տանն ես լինում, ավելի վատ ես աշխատում, քան որ տանը չես լինում, ասում ես այս է կանեմ, այս է կանեմ, այս է կանեմ, ու այդպես ոչ մի բան է չես անում, ժամանակը տիզուր անցնում է, որովհետև համոզված ես, որ եսա կանես, հիմա ես սա հաստատ անելու եմ, եթե ստացվի, թեկուզ ուշ ժամի, չնայած հիմա ուշ ժամ չի, բայց մութ է, ուշ ժամի երեկոյան էլ որ պատրաստեմ կիևյան կոտլետը, եթե միացա, չէ, այսպես վլոգի մեջ
ցույց կտամ արածս գործը, թե ձեր սիրելի չէ, սիրելի ասեմ, սիրելի վլոգերը ինչ արագ գործերն անում է։ Նոյլի համար այսպես հայկական բաներ եմ անում ու ֆրանսիական, մենք այդ ձև ենք նշում։ Մի քիչ հայկական, մի քիչ ֆրանսիական, ճիշտ ասած հյուր էինք ունենալու, հենց նոր տարվա ժամանակ, ավելի շատ ոնց որ իր համար էի ուզում այսպես անել, որ հայկական բաներ կարոտած կլինի, Կարինի հորեղբոր տղաներ, այն էլ չստացվեց գալը, հենց այսօր իմացամ, որ չի գալիս, բայց դե որ ես որոշել էի, արդեն պիտի անեի, այդպես է, չէ, ահա, ես էլ է ժողովուրդ ջան, տեսեք ինչ եմ առաջարկում ձեզ, քանի որ նոր տարվա ժամանակ, անկախ ամեն ինչից հիմնական բաղադրատոմսերը պատրաստում ենք մսով, ուստի խորհուրդ կտամ, որպեսզի մարսողությունը շատ լավ լինի, թունավորումներ սննդային չունենաք թեկուզ, ցանկալի է բանջարեղենային աղցաններ պատրաստեք եւ մարսողության համար հեշտ եւ արդեն առողջարար, ինչու՞ չէ, առողջարար բաներ պատրաստեք, թե չէ լրիվ մսային ուտելիքներ է ու այդպես հիմնականում էլ հավի մսով աղցաններ կամ եթե աղցանները մսային է, արդեն այդ բաները նայեք ինչ եք պատրաստում, շատ բաներ մի պատրաստեք, կիսաֆաբրիկատ թողեք սիրելիներս, եթե այնպիսի հյուրեր ունենաք, որ պիտի գան, նստեն, ուտեք, այդ ժամանակ արդեն կպատրաստեք։ Կարճ ասած, այդ օրերին ստամոքսը լավ ծանրաբեռնվում է, թունավորում է, հատկապես ալկոհոլ են մարդիկ շատ խմում, սառը կոլաներն ու լիմոնադները, որը շատ վնաս է։ Եթե դուք սառը հեղուկ եք խմում ուտելիքի վրայից, մեկ ընդմիշտ իմացեք, արդեն այդ ուտելիքը դուք չեք մարսում։ Վերջ, այդ ուտելիքը առանց մարսվելու ստամոքսից դուրս է գալիս։ Տեսեք ինչքան վնասներ ենք մենք տալիս անգիտակցաբար, հետո որ հիվանդանում ենք, ասում ենք, վա, այս ինչից է, չէ՞ որ դրանք տարիների ընթացքում սխալաներուց է։ Եվ հատկապես գարեջուրը, իմ սիրած գարեջուրը, սիրած էլ ասում եմ, ով է խմում արդեն երկար տարիներ, սիրած գարեջուրը չի կարելի թունավորել, վատ է լյարդի համար։ Լյարդի համար համեմատաբար, որ մի քիչ կարող եմ մարսել, դա օղին է։ Իսկ կոնյակ, գինիներ, բան, դրանք շատ վատ են։ Եվ ես, հիմա որ մի բան ասեմ, կասեք էլի ասեց։ Երկար տարիներ, որ դեղնախտով հիվանդացել եմ, ոչ մի անգամ ուրիշ խմիչք չեմ խմել, նախ խմիչքներ տես չեմ խմել, ալկոհոլ, հիմնականում օղի, պատկերացնում եք, հիմնականում օղի, այն ինչը, որ նախկինում արել ենք, կերել ենք, իմ մաման, տատիկ, որոշ մարդկանց, կամ դուք ինքներդ եթե մի քիչ մեծ եք, հիմա կտեսնեք, որ նույն բանը սննդաբաններն են ասում, թե կերեք սա, խմեք սա, այսինքն այն ամեն ինչը, որ հնում ենք անում էինք, դա շատ ճիշտ էին անում։ Դրա համար էլ ինչ-որ միտեղ էլ առողջ էին լինում։ Հիմա մենք արդեն շատ ենք անցել վատ սնունդ ընդունելուն, այդ ժարիկները, ամենամեծ թշնամիներն են մեր օրգանիզմի, ֆրիտները, դրանք շատ վատ են, բայց համառորեն անում են, էլ չասեմ, որ այդ էներգետիկ խմիչքները, ահա որ վատ են ժողովուրդ ջան, այնպես որ ուշադիր եղեք ձեր երեխաներին էլ միշտ հեռու պահեք այդ վտանգավոր խմիչքներից, թունավորներից, եթե իրոք ձեզ հետ որ զրույց եմ անում, շատ արագ եմ պատրաստում, ահա, մի քիչ փոզիկներ անենք, քիչ մնաց, այդքան շատ մենք ինչ լիքյուրթա չենք սիրում, եթե անկեղծ լինեմ, ես որ չեմ սիրում, բայց բանա, լավ այ հեշտ բանա որ պատրաստելու, հիմա այդ զիպ տոպրակները կբերի Կարենը, հարմար մեջերը կդնեմ, արդեն այդ սառածները, որ չկպչի տոպրակին, իրար էլ չկպչեն, այդ կլցնեմ զիպ տոպրակների մեջ ու կպահեմ, չափով եմ լցնում, շատ չեմ լցնում, ահա, չտոցը դեռ գալիս է, որ այսպես էլ եմ անում կամ այնտեղ մի հատ ձեռքով անում եմ, ով է ժողովուրդ ջան, լավ հոգնեցի արդեն, կանգնած եմ սիրում, չէ, ասեցի աշխատել, հիմա ձեր հետ խոսում եմ, ստիպված եմ նստած աշխատում եմ, և այսպես, ես մեկն էլ անեմ,
Արդեն այդ մի քանիսն է կանգնած անեմ ու հետո կմիանամ ձեզ։ Սրանք ուրեմն արդեն հանեցի սառնանից, հիմա պիտի լցնեմ տոպրակների մեջ, վերջացրել եմ, մնաց տախտակի վրայինը դնեմ եւ տեսեք ինչքան քիչ միս ավելացավ։ Սրանք էլ դե արդեն տոպրակներն են։ Նորից հազիվ նստեցի Ժորժ ջան, մի քիչ ձեզ հետ զրուցելով սրանք դնեմ տոպրակների մեջ, արդեն սառել են եւ այս ընթացքում արդեն աղացի կիվյան կոտլետի միսը, ճիշտն ասած ժամանակ չեղավ առանձին տեսանյութով, քանի որ սենց խառը վիճակ է ու արագ ուզում եմ անել, նկարելով դանդաղ է գնում, բայց նկարել եմ ինչ եմ օգտագործում, հիմա դուք կտեսնեք։ Կոտլետի համար վերցրել եմ 5 նման մեծ կտոր կրծքամիս, հավի կրծքամսով եմ պատրաստում եւ իհարկե հիմա այս յուղերից կազատեմ եւ մոտ 250 գրամ խոզի միս, 2 սող, 2 բջեղ սխտոր, սև պղպեղ, աղ։ Եվ արդեն պատրաստի մնում է ձեռնոցներով, արդեն լավ կտրորեմ կսարքեմ ու արդեն երեսապատումը կանեմ, բայց մինչ այդ արագ տնենք այս տոպրակների մեջ, արդեն 2 հատ դրել եմ, ուրեմն 2, 4, 5, 6 հատը մեզ բավական է, որ եթե մենք արդեն առանձին ցանկանանք, մի հատը շատ եմ լցրել և արդեն մյուսները սրա մեջ լցնեմ, էլի ունեմ նրանք էլ բերեմ լցնեմ, արագ սարցախցիկ գցեմ և արդեն հոգիս ազատեմ ես իշլի քյուրթայից, ինձ համար գործ ստեղծեցի էլի, հորմացիկ մեր ես մի բաներ ասում էր, որ դարդ չեն ունենում, մատը կտրում են աղ են անում դարդանի, որ զբաղում չեն ունենում, սենց բաներ են անում։ Պաքսիմատը և ձուն արդեն պատրաստ են, ինչպես նաև համապատասխան տարաները մնում է ձևավորել կոտլետները։ Սկսենք, Ժողովուրդ ջան, ես թռչեմ, քանի որ ձեռնոցներով իրոք հնարավոր չէ աշխատել։ Չափերը դուք կընտրեք, թե ինչ չափ եք ուզում եւ ամենահեշտ տարբերակը, որ ընդհանրապես մեջ կարակ չեմ գնում։ Ես ունեմ մի բաղադրատոմս, կտեղադրեմ էլ այս տեսանյութի տակ, կիևյան կոտլետի, կարող եք նայել եւ պատրաստել։ Սա էլ մի քիչ երկար անենք, որ արդեն տապակվելիս ինքը կփոխի իր ձևը։ Լավ, դնում ենք ձվի մեջ սկզբում, որից հետո արդեն պաքսիմատի մեջ, մի քիչ տհաճ պրոցես է, բայց ոչինչ, պաքսիմատի մեջ և դնենք արդեն այստեղ, ցանկալի կլինի, որ մի քանի կոտլետ մի անգամից պատրաստենք, որ դա շուշուտ անենք, ինձ թվում է այդ ձև ավելի հեշտ կլինի, հիմա ես փորձեմ այդպես անեմ, մարդ կա կշռում է, գիտեք հետո տենց հավասարանում, բայց քանի որ մենք ենք ուտելու Ժողովուրդ ջան, ոչ մի կշռել, ոչ մի բան, ինչպես որ կա, այդպես էլ անում ենք, արդեն եկել է ժամը 10 է, երեկոյան 10 է, տեսեք համարյա ամբողջ օրս գնաց սրա վրա, մի հատ էլ անեմ, այս էլ ես, այսպես շատ փափուկ է լինում, հեշտ է լինում, դուք էլ կարող եք պատրաստել և արագ է լինում, ես մսաղաց չունեմ, բլենդերի մսաղացով եմ անում, մի քիչ երևի դանդաղ է, մինչև հանում եմ, մաքրում եմ այդ պրոցեսը, ուրիշ կարգի էլի, հետո ամբողջությամբ չեմ կարող բոլոր ինչքան որ կա էլի կրծքամիս, մաս եմ անում, դրա համար մի քիչ երևի դանդաղ է տևում, բայց դե ամեն դեպքում հեշտ տարբերակ է, կարող եք անել,
Կարող արդեն արել եք, ինչ գիտեմ, ժողովուրդ ջան, չգիտեմ ով ինչ է անում, գրեք, հետաքրքիր է ինձ։ Սա ոչ թե հենց հիմնական նոր տարվա համար է, այլ առիթ էր մեզ համար պատրաստելու։ Ահա, հիմա այս մյուսները։ Համենայն դեպս եմ, որ բացում էի, մեջը կարակ էի դնում, կարակը մշակում էի կանաչիներով, տանում, դնում, դրանից որ հեշտ ու լավ է և շատ համեղ է։ Սիրելիներս, ես շարունակեմ կմիանամ ձեզ ավելի ուշ։ Եվ վերջ, ահա, հիմա կդնեմ տոպրակների մեջ և սառնարան, իսկ մի քանիսն էլ կփորձարկեմ, քանի որ ինձ էլ է շատ հետաքրքիր այս նոր բաղադրատոմսով տեսնեմ համեղ է արդյոք ստացվել, թե ոչ, մի քանի հատ տեսեք տապակել եմ արևածաղիկի ձեթի մեջ, շատ լավ է տապակվել, անուշաբույր է, անկեղծ ասած, հիմա փորձեմ կտրել, տեսնեմ հյութալի է ստացվել, թե ոչ, իսկ այլ դե արդեն իմ չորաթթուն է, դուք գիտեք, ահա, պատարագահով կտրելու ժամանակ հյութը մակերես է դուրս գալիս և արդեն ինձ պարզ է, որ այն շատ փափուկ է և լավ է ստացվել, իհարկե կհամտեսեմ, համտեսելուց հետո էլ ձեզ կփաստեմ, որ իրոք շատ լավ բաղադրատոմս է և շատ հեշտ է, հեշտ կոտլետներ, և համեղ և բոլորին էլ դուր կգա, նույնն էլ սա է, շատ լավ եփվել է և շատ էլ համեղ է, իսկ իմ ամբողջ չարչարանքը տոպրակների մեջ են արդեն, տեսեք, իչլիկամիչլի քյուֆթան է և արդեն կիևյան կոտլետները, դե ինչ սիրելի հետևորդներ, այս համեղ վլոգը ավարտում եմ, բոլորիդ մաղթելով առողջություն և լավ օրեր, ցտեսություն։